Լիքը մարդ իր պարապմունքի տարբեր օրերին նույն մկանային խմբի համար անում է տարբեր վարժություններ, ինչը օպտիմալ չի, եթե քո նպատակը մաքսիմալ մկանային աճն է։ Ու հիմա բացատրեմ ինչի։ Մկանային աճը լինում է մկանաթելի մակարդակի վրա։ Այսինքն մկանային աճի ստիմուլ ստանում են մենակ այն մկանաթելերը, որոնք որ վարժության ժամանակ ակտիվանում են, ու որոնք ենթարկվում են շարժման դանդաղ արագության։ Առհասարակ նույն մկանային խմբի համար տարբեր վարժություններ անելու իմաստը այն է, որ մի վարժությունը այդ մկանային խմբում աշխատացնում է ինչ-որ կոնկրետ մկանաթելեր, որոնք մյուս վարժությունում չեն աշխատում։ Որովհետև եթե երկու վարժություններ էլ աշխատացնեին լրիվ նույն մկանաթելերը, այս վարժությունների բազմազանությունը ոչ մի իմաստ չէր ունենալու։ Ենթադրենք դու շաբաթվա մեջ ոտ 2 անգամ ես պարապացնում։ Առաջին օրը քո quadriceps-ի համար անում ես leg extension, իսկ երկրորդ օրը squat։ Quadriceps-ում լինելու են մկանաթելեր, որոնք որ աշխատում են leg extension-ի ժամանակ, բայց չեն աշխատում squat-ի ժամանակ։ Ու այս մկանաթելերը դու մարզելու ես մենակ շաբաթը մի անգամ, այն օրը, որ անում ես leg extension։ Շաբաթը 2 անգամ հաճախականությամբ մարզվելու են մենակ այն մկանաթելերը, որոնք որ աշխատում են համեն վարժություններում։ Այն մկանաթելերը, որոնք որ մենակ շաբաթը մի անգամ են աճի ստիմուլ ստանում, շատ դանդաղ են աճելու կամ ընդհանրապես չեն աճելու։ Այսինքն պատկերացրեք էսի Venn diagram-ը։ Այս ձախ կլորի մեջ այն մկանաթելերն են, որոնք աշխատում են վարժություն A-ում, իսկ աջ կլորի մեջ այն մկանաթելերը, որոնք որ աշխատում են վարժություն B-ում։ Մենակ այս ընդհանուր ընկած տարածքի մկանաթելերն են, որ շաբաթը 2 անգամ աճի ստիմուլ են ստանալու, ու մենակ սրանք են նորմալ աճելու։ Դրա տեղը եթե 2 օրն էլ նույն վարժությունը անես, բոլոր մկանաթելերն էլ շաբաթական 2 անգամ կմարզվեն ու նորմալ կաճեն։ Այստեղ խոսքը գնում էր այն դեպքի մասին, երբ նույն մկանային խումբը պարապացնում ես շաբաթը 2 անգամ։ Եթե 3 օր ես անում նույն մկանային խմբի համար, ստեղ ավելի շատ ազատություն ունես։ Քանի դեռ նույն վարժությունը գոնե շաբաթվա 2 օր անում ես, այդ վարժությանը սպეციფიկ մկանաթելերը նորմալ կաճեն, որովհետև շաբաթական 2 անգամ աճի ստիմուլ կստանան։ Առհասարակ ես խորհուրդ կտայի կյանքը չբարձրացնել ու ուղղակի ամեն պարապմունքին նույն վարժությունները անել։